Ինչ է կարծում եվրոպական երկրներ երկրի վիզա ստանալու ճանապարհին երիտասարդները խոչընդոտների հանդիպում են։ Հանդիպում են բավականին շատ, չեն թողնում հիմնականում, որ գնան երիտասարդները ինչ-որ ուրիշ երկրներ։ Վիզա չեն տալիս ասպանատներում օրինակ։ Եվրոպական երկրներ կոնկրետ Շենգենյան տարածքում երկրների հետ են խոչընդոտները։ Իմ փորձը ցույց է տալիս, որ ոչ եթե բոլոր փաստաթղթերը նորմալ ներկայացված են անում, բոլոր հիմնավորող փաստաթղթերը տեղում են անում, պետք է որ չլինի։ Հիմնականում ինչքան գիտեմ, խնդիրը առաջանում է նրա հետ կապված, որ երիտասարդների վիճակի չեն ապացուցել, որ հետ է վերադառնալու, բայց երևի դրանով ցույց չեմ կարող Խոչընդոտները այն է, որ հիմնականում տեղյակ չեն ում ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն եւ ի վիճակի չեն փաստաթղթավորումը կատարել նորմալ երիտասարդների դեպք։ Խոչընդոտները հիմնականում լինում են կոնկրետ իմ տարիքի մարդկանց մոտ, հիմնական տղաների մոտ հենց բանակի առումով։ Չեմ կարող ասեմ, նայած երիտասարդ օրինակ, սովորություն նստի ոչ բան չանի, բարձր չի ստանա, բայց պետք է աշխատի իր վրա, տենց ասեմ։ Դա դա շատ մարդ փողը օրինակ, շատ քանի մարդը ճանաչի։ Երկրից դուրս գալը միշտ էլ բարդ է։ Մեծ ցանկությամբ կգնայի թե Եվրոպա, թե Զագյան։ Գիտեմ, որ շատ խոչընդոտների են հանդիպում, ասենք, թղթաբանության հետ կապված ու շատ փաստաթղթեր կա, որ շատ դժվար է ճարելը։ թե ամեն ինչ ոնց որ լավ պլանավորված իրենց դոկումենտացիան չոտքի անես, հաստատ խնդիր չի լինի, բայց մարդիկ կան, որ թերանում են, խնդիրներն բնականաբար լինում են։ Ուրեմն խնդիրներ շատ են լինում, հիմնականում հենց դեսպանատների հետ են խնդիրները լինում ու շատ սուբյեկտիվ պատճառներով են վիզան մերժում տալ։ Օրինակ ես այս վերջերս Պոլշայի ցանկանում գնալ, ամեն ինչ ունեի, տոմսը առել էի, արդեն ներկայացրել էի, ռեզերվացիան արել էի հյուրանոցում, ընդամենը 9 օրով էի ուզում գնայի, հələ ես համասան մի հատ էլ քննություններ ունեի, ողջ ընտանիքս տեղել, գործի տեղից փաստաթուղթ տվել էի, բոլոր փաստաթղթերը կար, որ կարող ապացուցել, որ ես մնալու եմ հետո Հայաստանում հետ եմ գալու, ինձ վիզան չտվեցին։ Ինձ 10 օր սպասացրեցին ու վիզան չտվեցին։ Նույնիսկ ես եմ զանգահարել, իմանամ տեսնեմ վիզան տալու են թե չէ։ Իրանք իսկի մոռացել էին զանգահարեին ու նույնիսկ մերժման թուղթ չէին ուզում տային, որպեսզի ես կարողանայի իմ տոմսի գումարը հետ վերցնել։ Ահա որ վատ աշխատում ադմինիստրացիան, ահա որ կոպիտ են շփվում ու միանգամից վերաբերվում են երրորդ կարգի մարդկանց հետ։ Առաջին խոչընդոտը ու եւի միակը, որին հանդիպել եմ, դա է եղել, որ վիզա երկրից դուրս գալու, ստանալու վիզա հետ բարդություններ կան։ Հարցը այն է, որ 18 տարեկանը դա բանակային տարիք է եւ մեծ բարդությամբ են վիզան տալիս։ Մեր բախտը բերել է մեր համալսարանը տարեկետում է տալիս 4 տարով։